Եվրոպական խորհրդարանը 3 բանաձև ընդունեց, որն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կայունությունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչպես են արձագանքել այս ամենին Բաքվում։ Բաքվում տեղեկացված են եղել այն մասին, որ Ստրասբուրգում պատրաստվում է այդպիսի բանաձև, հավանաբար տեղեկացված են եղել նաև բովանդակության մասին։ Համենայն դեպս քվեարկությունից 2 օր առաջ ադրբեջանական Trend գործակալությունը տարածել էր տեղեկություն, վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները, այն մասին, որ Բաքվի իշխանությունները քննարկում են Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու հարցը։ Աղբյուրը նշում էր, որ հարցը քննարկվում է եւ վերջնական լուծումը կախված է դրանից, թե ինչ բովանդակություն կունենա Եվրախորհրդարանի բանաձևի վերջնական տեսքը։ Եվ այդ վերջնական տեքստը ադրբեջանցիներին կարծում եմ վերջնականապես հիասթափեցրեց, քանի որ տեքստում պահպանվեցին բոլոր այն կետերը, որոնց Ադրբեջանը դեմ էր։ Առաջին այդ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու պահանջը առանց որևէ նախապայմանների։ Երկրորդը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը, երրորդը Արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքը միջազգային բոլոր երաշխիքներով, եւ չորրորդը Ադրբեջանին պատասխանատվության կանչելը հայկական պատմական եւ քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու համար։ Իսկ կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկել ի պատասխան այս ամենին։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն էր կանչվել Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը, նրան բողոքի նոտա են ներկայացրել, արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում որակում է Եվրախորհրդարանի բանաձևը որպես անհիմն եւ ոչ օբյեկտիվ։ Ընդ որում տեքստում ակնարկ է արվում այն մասին, որ այդ բանաձևի ընդունման համար պատժելու են Հայաստանին։ Տեքստում ասվում է, որ այդ բանաձևը բացասաբար կանդրադառնա Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման process-ի վրա։ Իսկ ադրբեջանական իշխանամետ մամուլը ավելի համարձակ է այդ մասին գրում։ Օրինակ, այդպիսի լրատվամիջոցներից մեկը վերնագրել է իր հոդվածը այս թեմային վերաբերող հետևյալ կերպ. Եվրախորհրդարանը գնդակահարում է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիրը։ Այս թեմային վերաբերող հատուկ խորհրդարանական նիստ էր գումարվել, Մեջլիսի նիստում որոշում էր կայացվել վերջնականապես խզել Եվրախորհրդարանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները։ Թեև մինչ այդ էլ առանձնապես տենց հարաբերություններ գրեթե չկար, բայց այս անգամ պաշտոնական արդեն ձևակերպում է այդ ամենին տրվում, ընդ որում սկսվում է նաև Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովից Ադրբեջանի դուրս գալու process-ը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում զանգվածային տեղեկատվական հակաեվրոպական արշավ է սկսվել։ Անգամ օրինակ Իլհամ Ալիևը 3 ընդունել էր ըմշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած ադրբեջանցի սպորտսմեններին եւ նրանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպայում անցնող բոլոր սպորտային միջոցառումների ժամանակ ադրբեջանցի սպորտսմենների իրավունքները ոտնահարվում են, քանի որ ողջ Եվրոպան նախանձում է Ադրբեջանի հաջողություններին եւ Ադրբեջանի վատն է ցանկանում։ Ինչի մասին է վկայում Եվրախորհրդարանի այսպիսի սկզբունքային կեցվածքը։ Եվրախորհրդարանի այս բանաձևի ընդունումը կարծում եմ պատահականություն չէր։ Արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք կարելի ասել եղանակ են ստեղծում Եվրախորհրդարանում, վերջերս իսկապես շատ հետևողական են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը քննադատելու եւ դատապարտելու հարցում։ Ընդամենը 2 շաբաթ առաջ գրեթե միաժամանակ Ադրբեջանի այդ դեստրուկտիվ քաղաքականությունը դատապարտող բանաձևեր ընդունեցին Բելգիայի խորհրդարանը եւ Նիդերլանդների խորհրդարանը։ Դատապարտեցին էթնիկ զտումը, հայերի հայրենիք վերադառնալու իրավունքը հաստատեցին, հայ ռազմագերիների ազատ արձակելու պահանջը ամրագրեցին։ Այդ ամենը վկայում է մի բանի մասին, այն մասին, որ Արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքը
անվիճելի է անկախ նրանից Հայաստանի իշխանությունները ինչ պատճառներով այդ հարցը բարձրաձայնում են, թե ստիպված են այս թեմայի մասին բարձրաձայն չխոսել։ Այդ հարցը ակտուալ է, քանի որ միջազգային նորմերն են դա պահանջում եւ ընդունված կանոնները հենց դա են ենթադրում։ Արտյոմ, բայց արդյոք Եվրոպայում կա կոնսենսուս Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում։ Ցավոք ոչ եվրոպական կառույցներն են այս հարցում այդքան հետևողական, որքան Եվրախորհրդարանը, հետաքրքիր է Ադրբեջանը մի կողմից խզում է իր հարաբերությունները Եվրոպայի օրենսդիր մարմնի հետ, միաժամանակ ակտիվացնում է իր հարաբերությունները միավորված Եվրոպայի գործադիր մարմնի հետ, Եվրահանձնաժողովի հետ։ Բաքվում այսպես տարանջատում են քաղաքական Բրյուսելը, Եվրոխորհրդարանը, տնտեսական Բրյուսելից, Եվրահանձնաժողովից։ Եվրահանձնաժողովը նույն այդ ժամանակ շարունակում է հատուկ պայմաններ, բարենպաստ պայմաններ ստեղծել ադրբեջանական նավթը Եվրոպայում տարածելու նպատակով։ Այսինքն կարելի է ասել Եվրահանձնաժողովը սկզբունքների առևտրով է զբաղվում։ Հենց այդպես է որակել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վարած քաղաքականությունը Եվրախորհրդարանի նիստում այդ քննարկումների ժամանակ Հարավային Կովկասի հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարիաննա Կալյուռանդը նա դատապարտել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին այն բանի համար, որ այն անուղղակիորեն օգնում է Ադրբեջանին իր այդ դեստրուկտիվ քաղաքականությունը Հայաստանի դեմ վարելու հարցում։ Շնորհակալություն, Արտյոմ։